Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանին, նրա հետ խոսելու ենք սոցիալական խնդիրներից։ Մի քանի օր առաջ, շաբաթներ առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թոշակները 10,000 դրամով ավելանում է։ Դրա մասին ինչ կասեք, որովհետև դուք այդ պայքարի կիզակետում եք, ամեն օր բարձրացնում եք թոշակառուների խնդիրները, թոշակների հետ կապված, խոսեք դրա մասին։ Եկեք այս հարցը տարանջատենք երկու բաղադրիչի, հա։ Առաջի բաղադրիչը նա է, որ ասում են ինչի հիմա բարձրացավ, դե պարզ է, ակնհայտ է, որ իշխանությունը ընտրություններից առաջ, հասկանալով, որ սա շատ կարևոր թեմա է եւ ունի մեծ հանրային պահանջ, որոշեց ընտրություններից առաջ դա անել, որպեսզի քվեներ չկորցնի, որովհետեւ Հայաստանում մենք ունենք 600,000-ից ավել թոշակառու։ Բայց երկրորդ բաղադրիչը շատ կարևոր, դա այն է, որ առհասարակ, եթե չլիներ հանրային պահանջ, եթե այս հարցը չստանար նման մեծ արձագանք, բնականաբար որևէ իշխանություն ինչի պետքա 10,000 դրամով թոշակները բարձրացներ։ Այսինքն 10,000 դրամով երբեք Հայաստանում մենք չենք հիշում, որ թոշակը բարձրացել։ Այսինքն սա ակնհայտ է, որ ժողովրդի հանրային պահանջի արդյունքն է, եւ այո, կարելի ասել պայքարի, որովհետեւ պայքար ամեն դեպքում եղավ, այո, մենք պայքարեցինք մեր հանուն սոցիալական արդարության կուսակցությունը, այլ քաղաքական հասարակական շրջանակներ եւ իշխանությունները, որ ասում են, որ այդ ով է մեզ ստիպել, որ մենք թոշակները բարձրացնենք, դա մեր կամքի դրսևորումն է, իրականում մենք պետք է հետեւյալը ասենք, որ այո, ժողովուրդն է ստիպել եւ ժողովուրդն է եղել այն հանրային պահանջը ներկայացնող սուբյեկտը, այսպես ասենք, որը ստիպել է իշխանություններին, որովհետև իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ընտրություններից առաջ որևէ թոշակառու նման դեպքում որևէ ձայն իրենց չէր տա։ Հիմա ես չգիտեմ, ես չեմ կարող ասել թոշակառուները ինչ որոշում կկայացնեն ընտրությունների արդյունքում, որոշողը ՀՀ քաղաքացին է, ով պետքա լինի Հայաստանում իշխանություն, ով պետքա լինի Հայաստանում ընդդիմություն, բայց ամենակարևորը այն է, ինձ համար որպես հասարակական քաղաքական գործչի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, որ 10,000 դրամը իհարկե դա թոշակառուի կյանքը 180 աստիճան դեպի լավը չի փոխելու, որովհետև դրա հետ մեկտեղ անընդհատ գնաճ է տեղի ունենում, բայց գոնե մի փոքր ինչ-որ մատից փուշ հանելու հնարավորություն է։ Այո, փոքր, շատ չնչին հնարավորություն է, բայց ավելի լավը, քան ընդհանրապես չբարձրանար թոշակը, հա։ Այսինքն այո, մեր պայքարի արդյունքն է, ժողովրդի պայքարի արդյունքն է, որ իշխանությունները գնացին այս քայլին։ Եվ սա ակնհայտ է։ Այսինքն եթե չլիներ պայքար, չէր լինելու թոշակների բարձրացում։ Եվ բոլոր հարցերի շուրջ պետքա տանել պայքար, որտեղ առանց պայքարի որևէ իշխանություն չունի որևէ պահանջ, այսպես ասենք, կամ անհրաժեշտություն, որպեսզի անի այս կամ այն բարեփոխումը։ Դե թող թոշակները շուտ բարձրանային, անընդհատ գնաճ է տեղի ունենում, եւ առհասարակ ես որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ պետք է ասեմ հետեւյալը, որ թոշակները անընդհատ պետք է ինդեքսավորվեն գնաճի հետ, ուրեմն զուգահեռ, որովհետեւ գիտեք, եթե անընդհատ տեղի ունենում գնաճ եւ ասել, որ գիտեք, մենք թոշակը բարձրացրել ենք օրինակ 10,000 դրամով, մի 10 տարի եւս չբարձրացնել թոշակը, օրինակ, դա չի նշանակում, որ ուրեմն ինչ-որ բան դրական տեղի է ունենում, որովհետև եթե անընդհատ գնաճ է տեղի ունենում, մարդը ոնց Հայաստանում գոյատևի։ Թոշակառուների համար առհասարակ շատ բարդ է, որովհետև նույնիսկ այս պարագայում, երբ որ թոշակը 10,000 դրամով բարձրացնում են, այս պարագայում գոյատևելը շատ լուրջ խնդիր է ներկայացնում։ Այդ ասենք մարդու թոշակը 36,000 դրամ էր, հիմա լինելու է 46,000 դրամ։ 46,000 դրամով մարդը ամեն դեպքում կոմունալը վճարի, դեղորայքի գումարը տա, սննդի գումարը տա եւ մնացած այլ ու շատ հարցեր, հա։ Դրա համար իհարկե անընդհատ թոշակը պետք է ինդեքսավորվի, համապատասխանեցվի գնաճի հետ։ Եվ սա աներկբա պետք է տեղի ունենա, որովհետև մարդը Հայաստանում այսօր նույն պատմության մեջ է նվազագույն աշխատավարձների հետ կապված։ Մարդիկ, ովքեր ստանում են նվազագույն աշխատավարձ, ինչպես Հայաստանում գոյատևեն։ Մարդիկ, ովքեր ստանում են, ասենք, 150,000 դրամ, այս գնաճի պայմաններում ինչպես ապրեն։ Այսինքն սա բոլորը հարցեր է եւ կառավարության գործառույթն է անընդհատ երկրում ապահովել բարեփոխումներ։ Եվ որ ասում են իշխանությունները, որ գիտեք, մենք արեցինք սա ու ներկայացնում են որպես լավություն, կներեք, դա իշխանությունների գործառույթն է, որտեղ ես տեսնում եմ հիմա քարոզարշավ է տեղի ունենում եւ իշխանությունները, կառավարության ղեկավարը ասում են մեր
չգիտեմ, մենք լավություն արեցինք, արեցինք, հա, որտեվ ես շատ լավ հիշում եմ վերջերս Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, ժողովրդի հետ շփվելու ժամանակ ասեց բանը, ոնց որ կոպիտ ասած ստացվում է, մենք այս փողոցն էլ սարքինք, այն փողոցն էլ սարքինք, դուք չեք գնահատում եւ այլն։ Սա ներկայացնել որպես լավություն անընդունելի է, որտեվ կառավարության գործառույթն է ապահովել տնտեսական աճ, կառավարության գործառույթն է ապահովել բարեփոխումներ եւ դրա համար է ի վերջո ընտրվում կառավարություն, դրա համար է ի վերջո իշխանությունը, հա, ինչի համար է։ Այսինքն այս հարցերը բոլոր, այո, երկրում կա շատ լուրջ սոցիալական խնդիրներ եւ դրանք մենակ թոշակների հետ կապված չեն այդ խնդիրները։ Նվազագույն աշխատավարձ, առողջապահական ոլորտ, օրինակ տեսեք, բժիշկներն են հիմա բողոքում, ասում են այդ ապահովագրության շրջանակներում շատացել է իրանց վրա աշխատանքի ծավալները եւ աշխատանքային ժամերը, բայց աշխատավարձները կրճատվել է։ Հիմա բողոքում են բժիշկները։ Հիմա սա հարց է, չէ՞, սոցիալական արդարության հարց է։ Այո, մարդիկ օգտվում են որոշ առումով ապահովագրությունից, որոշ շրջանակներ կարողանում են օգտվել, բայց դրանից չպետք է տուժեն օրինակ բժիշկները։ Եթե իրենց վրա ավելանում է աշխատանքային բեռը եւ ժամերը, բնականաբար պետք է ավելանան նաեւ աշխատավարձերը։ Եվ դա շատ արդար եւ լեգիտիմ պահանջ է բժիշկների կողմից։ Եվ այո, բժիշկների աշխատավարձը պետք է բարձրանա, որովհետեւ գիտեք, չի կարող լինել այնպես, որ աշխատանքդ ավելանա, իսկ աշխատավարձը կրճատվի։ Դա ուղղակի տրամաբանական չի։ Առհասարակ, որ ոլորտը վերցնենք, այնտեղ բոլոր ոլորտներում կան խնդիրներ։ Սոցիալական խնդիրները առհասարակ մեր երկրում թիվ 1 խնդիրներն են, որովհետև մարդ ամենօրյա ռեժիմով բախվում է այդ խնդիրների հետ եւ իր մաշկի վրա է զգում ամենօրյա ռեժիմով, թե որքան բարդ է Հայաստանում ապրելը եւ գիտեք, սա անընդհատ անդադար առանց կանգ առնելու աշխատանք է։ Այսինքն սա աշխատանք է, որ պետք է մարդու կյանքի որակը բարելավել։ Բայց կյանքի որակը գնալով վատանում է։ Սա ակնհայտ է, որ նորից եմ կրկնում, ստիպված եմ կրկնել, որ եթե անընդհատ տեղի ունենում գնաճ, պարզ է, որ եթե եկամուտները չեն աճում մարդը ամեն տարի ավելի վատ է ապրում, եթե ոչ ամեն ամիս։ Որտեղ մենք արդեն տեսնում ենք, որ ամենամսյա ռեժիմով գնաճ է Հայաստանում։ Եվ շատ նորմալ պահանջ է, որովհետև մարդիկ այսօր մտնում են խանութ եւ օրինակ պայմանական 10-20 հազար դրամի առևտուր են անում եւ ամեն ամիս ավելի քիչ ապրանք են առնում։ Ակնհայտ է, չէ՞, որ դա իրանց վրա ամենօրյա ռեժիմով երևում է։ Իրանք իրանց մաշկի վրա զգում են։ Եվ դրա համար պետք է Հայաստանում ավելանա նվազագույն աշխատավարձը, եւ դրա համար Հայաստանում պետք է անընդհատ ինդեքսավորվեն գնաճի հետ համապատասխանեցվեն թոշակները, աշխատավարձները։ Սա լավություն չէ, նորից եմ կրկնում, սա պարտականություն է յուրաքանչյուր իշխանության, յուրաքանչյուր կառավարության։ Սա ներկայացնել որպես լավություն ու ասել, գիտեք, ինչ պետք է դրա համար գաք, մեզ ընտրեք, չէ, այդ մտածելակերպը որտեղից։ Նման մտածելակերպը անընդունելի է։ Դու պետք է քո գործը որպես իշխանություն եւ պարտականություն կատարես, որպես պարտականություն։ Յուրաքանչյուր իշխանություն քեզ ընտրել են, 5 տարի դու իշխանության ես, դու այդ 5 տարիների ընթացքում պետք է այդ քվեները, որ քեզ տվել են, դու արդարացնես։ Ոչ թե դու անում ես, որ քեզ նորից ընտրեն, այլ դու արդեն ընտրվել ես եւ 5 տարվա ընթացքում դու պարտավոր ես ապահովել։ Հիմա այս իշխանությունները ապահովել են այդ պարտականությունը։ Ես չեմ գտնում, որ իրանք այդ աշխատանքը կատարել են։ Որովհետեւ մարդու կյանքի որակը ամենակարևոր ցուցիչը դա մարդկանց, ուրեմն կյանքի որակն է։ Եվ մարդիկ ինչ են այսօր ասում։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ։ Մարդիկ ասում են, որ շատ բարդ է ապրելը, որ հազիվ են գոյատևում։ Նույն վերցնենք շատ հրատապ խնդիր է, որ հանրային պահանջ է, ոնց որ թոշակների հարցն էր հանրային պահանջ, կարող եմ վստահաբար ասել, ոչ պակաս հարց է նաև բարձր բանկային, վարկային տոկոսադրույքները եւ ոչ միայն բանկերի կողմից տրվող, այլ նաեւ տարբեր վաշխառու ֆինանսական վարկային կազմակերպությունների կողմից տրվող։ Հայաստանում ես պաշտոնապես հայտարարում եմ եւ ամբողջ պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ կան վարկային կազմակերպություններ, վաշխառու վարկային կազմակերպություններ, որոնք վարկեր են տալիս սպառողական on-line 400, 500, 600 ուշադրություն տոկոսով, պատկերացնում եք ինչ տոկոսների մասին է խոսքը գնում, անհավանական, անտրամաբանական, անընդունելի տոկոսներով։ Ուրա կենտրոնական բանկը
կենտրոնական բանկը սահմանում է ինչ-որ բան, տոկոսադրույք, շեմ, տարեկան 24%-ը ինչ է, բայց հետևողական չի, եւ դա պարտադիր բնույթ չի կրում, եւ վարկային կազմակերպությունները կարողանում են շրջանցել այդ, որովհետեւ պարտադիր բնույթ չի կրում, այդ բանը տոկոսադրույքը կենտրոնական բանկի նշանակած, եւ բնականաբար տեղի ունենում վաշխառություն։ Մարկանցից խլում են իրենց գույքը, իրենց տները, իրենց, չգիտեմ, վերջի տանիքը, եւ պետք է Հայաստանում ընդունվի օրենք, որ մարդուն վերջի տանիքից զրկելը անընդունելի է եւ հնարավոր չլինի դա անել։ Հիմա կա օրենք, որ իբր ուրեմն մարդու գույքը, միակ տանիքը կարող են վաճառել եւ 4 միլիոն 900 հազար դրամ պետքա տան մարդուն։ Իբր 4 միլիոն 900 հազար դրամով մարդը կարա իրան գույք գնի, բնակարան գնի, տանիք գնի։ Դու գիտեք Հայաստանում տենց քաղաք կամ վայր, որտեղ 4 միլիոն 900 հազար դրամով կարելի է բնակարան գնել։ Այսինքն օրենքը իբր կա ու ասում է, որ այո, տանիքից չենք զրկում, որտեղ մարդուն իր բնակարանը վաճառում ենք, տալիս են գումար, որ նա գնա իրան ոնց որ ապահովի բնակարանով։ 4 միլիոն 900 հազար դրամով, որը որ սահմանված գումար է, հնարավոր է Հայաստանում բնակարան գնել, եւ դրա համար պետք է օրենքը փոփոխվի եւ ընդունվի նոր օրենք, որտեղ հստակ պետք է նշվի, որ մարդու միակ տանիքը որևէ ձևով չի կարելի վաճառել եւ զրկել իրան այդ բնակարանից, որովհետեւ 4 միլիոն 900 հազարը դա ձեռ առնել է մարդուն։ Հայաստանում 4 միլիոն 900 հազար դրամով հնարավոր չի գնել բնակարան։ Երկրորդ հանրային պահանջը վարկային տոկոսադրույքների հետ կապված կարող են վստահաբար ասել, դա այն է, որ ժողովուրդը պահանջում են վարկային համաներում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է տույժու տուգանքների չեղարկում, որովհետև գիտեք, այդ բարձր տոկոսադրույքները, խելքից դուրս բարձր տոկոսադրույքները, որտեղ երկրներ կան, շատ երկրներ, օրինակ եվրոպական երկրներ, հա, որոնց որ Հայաստանի ղեկավարությունը այսօր ասում է, մենք եվրոինտեգրման ճանապարհով պետք է գնանք, բա ընդունենք այդ լավ բաները իրանցից, 1-ից 3% անդե վարկային տոկոսադրույքները, մեր մոտ իշքան է վարկային տոկոսադրույքները, 20%, 18%, 22%, 24%, իսկ վարկային կազմակերպությունները մինչև 500-600% էս արդեն նշեցի։ Եվ այս առումով բնականաբար պետք է չեղարկվեն այդ տուժու տուգանքները, որովհետև խելքից դուրս են այդ տուժու տուգանքները, շատ բարձր են եւ մարդկանց ուղղակի քամում են, եւ սա հանրային պահանջ է, որ չեղարկվեն այդ տույժու տուգանքները։ Եվ երրորդը ամենակարևորը այս թեմայի շուրջ դա նաեւ որ վարկային տոկոսադրույքները պետքա նվազեն։ Պետքա նվազեն, որովհետեւ միայն 25 թվականի արդյունքում պաշտոնական թվեր եմ ասում, բանկերը ունեցել են 1 միլիարդ 100 միլիոն դոլարի ուշադրություն, 1 միլիարդ 100 միլիոն դոլարի եկամուտ։ Սա գեր շահույթ է, եւ ախորժակը պետքա զսպել, եւ այո կա հնարավորություն, թող մի փոքր քիչ այդ գերշահույթը լինի, որտեղ ամեն դեպքում գերշահույթ է, եւ այդ առումով վարկային տոկոսադրույքները հնարավորություն հստակ գետնի վրա ունենք նվազեցնելու Հայաստանում։ Այսինքն սա այն հանրային պահանջն է, որի շուրջ մենք հետևողական ենք լինելու, միջևերջ տանելու ենք այդ թեման, ոնց որ թոշակների թեման, եւ վստահաբար ժողովուրդը պետք է միանա այս պայքարին, սա ժողովրդի հանրային պահանջն է, եւ կառավարությունը պետք է այս քայլերը անի։ 3 կետով ես ասացի արդեն։ Առհասարակ երկրում կան շատ ու շատ տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք պահանջում են օր շուտ լուծումներ եւ ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ պետք է լինի ժողովրդական պայքար, ժողովուրդը պետք է ստիպի իշխանություններին, ոնց որ ստիպեց թոշակների բարձրացման հարցը լուծվեց, պետք է այդպես ստիպել բոլոր մնացած սոցիալական կարևոր խնդիրները լուծելու, նույն նպաստների հետ կապված, որտեղ նպաստների հարցն էլ մենք ունենք եւ մարդկանց անարդար կերպով զրկում են տարբեր բյուրոկրատական մեխանիզմների պատճառով նպաստներից, նույն վարկային տոկոսադրույքների հետ կապված, նույն նվազագույն աշխատավարձի հետ կապված, նույն հաշմանդամության կարգերի հետ կապված խնդիրներ կա շատ այդ ոլորտում, առողջապահական ոլորտում կան դեռևս չլուծված լուրջ հարցեր, դեղորայքի ոլորտում կան լուրջ հարցեր, որ մարդկանց օրենքով հասնում է դեղորայք պետպատվերի շրջանակներում, բայց շատ անգամ գետնի վրա դա չի աշխատում, որովհետև ուրեմն
նորից բյուրոկրատական սխալ, այսպես ասենք, մեխանիզմների պատճառով մարդիկ զրկվում են դրանից, այդ հնարավորությունից։ Եվ այլն, շատ պետ պատվերների հետ կապված գետնի-վիրական խնդիրներ, շատ սոցիալական խնդիրներ, որոնք որ պետք է օրշուտ լուծվեն, եւ այո, ժողովրդի պայքարը տալու արդյունք վստահաբար, ինչպես ես միշտ ասում եմ, մենք շատ ենք եւ մենք ճիշտ ենք եւ ամեն դեպքում ժողովուրդը եթե մի բան ցանկանա, եթե ժողովրդի կամքը հնարավորինս բարձր հնչի եւ ժողովրդի պայքարը լինի մշտական եւ համակարգային, ուրեմն բոլոր հարցերը չկա տենց իշխանություն, որ ժողովրդի կամքը կարա ուրեմն չկատարի, անտեսի եւ անպայման մենք հասնելու ենք արդարության։ Ես որևէ կասկած չունեմ, Ժորժ ջան, պետքա հավատալ, ամեն մեկը պետքա հավատա իր ուժին, իր մասնակցությանը, իր ներդրումը ունենա այդ պայքարում եւ արդարությունը անպայման վերականգնվելու է։